խաղ չեն խաղում։ Ադրբեջանը եթե Հայաստանի հետ չպայմանավորվեց, ինքը Նախիջևանը կորցնում է։ Ինքը խաղ չի խաղում։ Ընդ որում կարող է Ալիևը դա մտածում է, որ մի բան կանեմ, իսկ Թուրքիան հասկանում է, որ այդ մի բան անելով չի։ Կարող է Ալիևը խորքում փայփայում այն միտքը, որ ինքը հեսա Իսրայելին կօգնի, հետո Իսրայելը իրեն կօգնի, որ ինքը Հայաստանից բան կտրի, դա այդպես չի լինելու։ Նախ եւ առաջ Իսրայելը այս պատերազմից դուրս է գալու, ասում է ջախջախի հաղթանակով, այսինքն հենց հիմա իսրայելական տնտեսական վերլուծական կենտրոնները գնահատում են առնվազն 3 տարվա ստագնացիա, երիտասարդության արտահոսք եւ լրջորեն քննարկում են այն, որ իրանք պետք է սկսեն թվեր նկարել, ինչպես Ռուսաստանն է, թե չէ ոչ մեկ գումար չի բերի։ Մեկ ասեք ոչ թե ջախջախիչ հաղթանակ, այլ ջախջախված հաղթանակ։ Ու կամ այտենց։ Ուշում հասկացեք իմաստը։ Հետենա որ ինքը вообще բան բյուրոսի հաղթանակ են դրան ասում, որ այդ հաղթանակի արդյունքում հիմա արդեն 7-8-րդ օրն է այդ պատերազմն է գնում, նոր հասկացել են ինչի մասին մենք ամիսներով խոսում էինք, ոնց մեզ չգովանք, մենք մեզ չգովանք, ով մեզ կգովա, հասկացել են, որ ոչ մի չեն կարող անել Իրանի հետ, ոչ Իրանի հետ, ոչ Իրանի միջուկային ծրագրի հետ, որովհետև Իրանը կրկնում եմ 89 միլիոն է, ինչպես Տակեր Կարլսոնն է ասում, եւ դու 89 միլիոն մարդու, որոնցից մոտ 60 միլիոնը ուզում էր յախեր թափ տալու, ուզում էր վերջ տալ մոլլաների իշխանությանը, դու իրանց ապացուցեցիր, որ դու ասած Բիբի Նետանյահուն ապացուցեց, որ Իսրայելը իրոք սրիկատական պետություն է ըստ իրանական բանի, որտեղ այդ ջահելությանը իրանական, որ տարիքով մեծերը ասում են, որ դրանք չարիք են, սատանու ծնունդ են, ու իրանք մեզ ուզում են ոչնչացնել, այս ջահելությունը ասում են, լավ դե բձեքը вообще չորցած բձեքը չափազանցնում են, հետո մի օր առավոտ արթնացան, տեսան ոչ մի բան չեն կարող ու մեզ ռմբակոծում են, որովհետև ենթադրում են, որ ունեն, շատ լավն է, նույնիսկ ամերիկյան հայտնի հրեական բաներ կան, որ հանում են եթեր դա, որ ասենք 2002 թվականից Բիբի Նետանյահուն սուտ է խոսում աշխարհին նրա մասին, որ 2-3 ամսից Իրանի մոտ կլինի բան։ Միջուկային զենք, Տուլսի Գաբարդը մի առանձնապես արկից լույսը չի, Մարտին հրապարակելանյութ, որ 3 տարի հեռու է ամենաառաջի քայլերից Իրանը, այս Մարտին է հրապարակել։ Դա նշանակում է, որ այս պատերազմը Իրանի հետ, Իրանը բավականին թուլացած էր պատժամիջոցներից եւ բաներից, 99-ին Բիբի Նետանյահուին թվացել է, որ ինքը հեսա բան կանի, որ իրեն չդատեն եղած հետո։ Իրան թվում էր, որ ինքը կհարվածի ու ժողովուրդը կապստամբի։ Առրա իր բախտից։ Ժողովուրդը չի ապստամբել, նույնիսկ եթե ապստամբի դա ոչ ման չի բերի։ Նույնիսկ եթե ապստամբեն ու փոխեն այաթոլային։ Իրանական ռազմական վերնախավատություն։ No, ոչ մի կապ չունի, չէ։ Մանկապարտեզից սկսած արդեն կֆիքսվի, որ Իսրայելը սրիկաների երկիր է, որ Իսրայելի ցանկացած օժանդակողը տականք է։ Իրանց մոտ հիմա կֆիքսվի, որտեվ երեխեք են մահանում, անկապ տեղը, որտեվ իրանք չեն հասկանում ինչ է կատարվում։ Իրանում լավ գիտեն, որ միջուկային զենք չի եղել։ Եվ դրա մասին հայտարարում են, ասենք, նույն բաները, Իրանի պաշտոնյաները, որոնք բացի բաց ասում են, ամեն ինչ նորմալ էր, մենք Կիրակի օրը գնում էինք բանակցությունների։ Չի որոշեցին որ պատուրը խփել։ Հարցաներ էին գնում բանակցությունները, բայց բանակցություններ էին։ Մագատային բանը, բոլորը ասում են, չունեն մեծ մարդիկ միջուկային զենք, ինչ են չունեն։ Նորից եմ ասում, միջուկային զենքը դա նրա համար է, որ իր վրա չհարձակվեն։ Այն որ Բիբի Նետանյահուն բլթացնում է, այդ հեքիաթ է։ Այն էլ սենց ասեմ, իրանք յանի ունեն, բայց լավ հասկանում են, հա, հարց եմ տալիս։ Իսրայելը ունի միջուկային զենք, ճիշտ է։ Պաշտոնապես չի հաստատում, բայց ունի։ Գիտենք Դեգոլի ժամանակ իրանց օգնել են, իրանք սարքել։ Միջուկային զենքը ինչի համար է։
Հարցակման համար լավ, ասենք չես օգտագործում, քեզ թվում է, որ դու շատ բարոյական ես, չնես դու անբարոյական ես, բայց դրա համար չես կիրառում հարցակվելու համար, ունես, բայց չես խփում Իրանի միջուկային զենքով, բայց Իրանը քեզ հրթիռներով ոչնչացնում, չէ՞։ Հիվանդանոցներին է խփում, բորսային է խփում, Հայֆայի այդ նավթամշակող գործարանն է ոչնչացնում, գիշերներով Թել Ավիվը, բանը, Երուսաղեմի բունկերները, Նեգևում տեղակայված բաները, ռազմական բազաները խփում են, ոչի վերջանում։ Ես չեմ օգտագործել իմ կարևոր զենքերս։ Իրանը էլ չի օգտագործել, բայց Բիբի Նետանյահուն ունի միջուկային զենք։ Բա որ միջուկային զենքը այտենց կախարդական փայտի կա, նախի չես օգտագործում արա։ Հարց եմ տալի, քո վրա հարձակվել են, պաշտոնապես հարձակվել են։ Այաթոլլան ասել է, որ դու տառականից վատն ես։ Ու մեծ հաշվով քեզ Հաագայի տրիբունալով բանով, այսինքն դու նահանջի տեղ չունես։ Բախի չես օգտագործում այդ զենքը, մի բան կա չէ, որ չես օգտագործում։ Բախի է քեզ թվում, այ քոչ որ որեք է նստել ես այդտեղ մարդկանց վզին 47 թվականի ՄԱԿ-ի որոշումով։ Ինչ է քեզ թվում, որ Իրանը դա չի հասկանում, ինչ է քեզ թվում, լավ, որ Իրանի մոտ ասենք թե միջուկային զենքը կար 3 ամիս էր մնացել։ Ուրեմն հիմա մոտ 85-ից 90% հարստացրած ուրանիում ունեն, չէ՞։ Դա մի բան չի, մի կեղտոտրում կգցեին, չէ՞, որ սատկեիք սարոտ լեյկեմիայից։ Բան չի չեն անում։ Կարող է մի բան կա, որ չեն անում։ Հնդկաստանն ու Պակիստանը իրար զարգեցին են, Տրամպը էլի պարզվեց սուտ է խոսացել, Մոդին ասեց խաբար չեմ, ես Տրամպը ինչ է խոսում, ինքը մեզ չի բարիշացրել։ Տրամպը ասեց իմ շնորհիվ եմ։ Իմ շնորհիվ եմ բարիշել, ասել է կյանք առաջ անգամ լսում ես մտենց բան։ Որովհետև Տրամպը Բիբի Նետանյահուի պես բան է, էլի, Պուտին, Նետանյահու, Ալիև, այտենց բան են, ֆուֆլագոն է, դատարկ խոսացողներ։ Այսինքն Նետանյահուն ոնց կարելի է հավատալ, ես չգիտեմ, մակում կանգնած մարդը 12 թվին, 15 թվին, 18 թվին, ամեն անգամ առնվազն 3 պաշտոնական բան կա, որ ինքը ասում է 3 ամսից հեսա ռումբ են սարքում, իսկ առաջի հոդվածը դրա մասին եղել է 1984 թվականին, 1984 թվականին։ Հələ Բրեժնևը չէր արդեն, ով էր, Չեռնենկոն էր։ Չեռնենկոյի կյանքի ժամանակ առաջի անգամ հայտարարվել, որ Իրանը հենց հիմա ռումբ է սարքում, 2 ամսից կլինի։ Իսկ ամենածիծաղալուն գիտեք որն է, Իրանի միջուկային ռումբի եւ միջուկային էներգետիկայի ծրագիրը ստեղծվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից։ 70-ականներին ճիշտ է շախի օրոք, բայց բերել են սաղ տվել են։ Այդ ռեակտորներն են կառուցել, այդ ցենտրիֆուգներն են դրել, տվել են տեխնոլոգիա միջուկային ռումբ ստեղծելու։ Թղթերն են տվել, այդ մարդկանց մոտ 74 թվից դա եղել է։ Դայք որ ուզենային սարքեին, կսարքեին։ Կսարքեին, 50 տարի առաջ ունեցել են։ Չեն սարքել, չէ՞, մինչև հիմա։ Okay, ինչ է, դու ձեր ուզած ինչ։ Շատ տխուր է տարածաշրջանի համար։ Ես շատ մեծ ցավ եմ ապրում իրականում, թե Իրանի համար եւ թե հասարակ հրեաների, որոնք Իսրայելում ապրում են, որոնք այդպես ապլոմբ չունեն, որոնք Բաքվի ջարդերից հետո իրենց պայմանական հրեատատիկ չեն ստեղծել, գնացել են դե ապրել են։ Մարդիկ ովքեր հրեաներ են, այդպես նայում ես, ասում ես, իրոք հոլոկոստ են տեսել, բան են տեսել, լավ չի։ Ուղղակի էշիականջում քնած թույլ են տվել, որ սրիկաներ Նետանյահուի պես կան նստեն ղեկավարության։ Պաշտոնան կարած բաներ կան, առաջնորդներ կան, իսրայելական քաղաքական գործիչների տեսանյութերը տարածվում է, այլ նայում ես այսօրվա կառավարության անդամները։ Ես ուղղակի զարմանում եմ, այդ տիպի սրիկա գորգռում են իրար վրա բան են անում, ես ասում եմ, ինչի բերեցիր իմ երկիրը, դրեցիր իրանական հրթիռների տակ։ Անվտանգության նախագահն ասում է, ես չգիտեի, որ իրանք ունեին, այսի գոռում ասում է, ոնց չգիտեիր։ Ես պաշտոնից դուրս գալուց այդ բանը դրել եմ։ Հաշվետվություն կա, այսինքն իրանց մոտ բաներ են, էլի, հասկանում եք, դեգեներատներ են։ Ինչ եք ուզում, Իսրայելի կառավարության առնվազն 2 նախարար, Ֆրանսիայով չեմ կարող, հա, կա Ֆրանսիայով, Մեծ Բրիտանիայով, Կանադայով, Ավստրալիայով, Նոր Զելանդիայով ճանաչվել են ահաբեկիչ եւ մտցրել են պատժամիջոցների տակ։ Գործող նախարարներ։ Գործող։ Հույսները Միացյալ Նահանգներն են։ Միացյալ Նահանգները չեն։
առանձին վերցրած գոլֆիկն է, որը որ ասենք երկու հատ դրոշ է գնում տնկում, ապուշա դա։